փառաբանություն բարձրացնենք մեր ամենակարող Աստծուն, որովհետև նա արժանի է իր կատարած բոլոր բարիքների համար, որ մենք այսօր երգենք, մեծարենք եւ պատիվ տանք մեր Աստծուն։ Շնորհակալ ենք Տեր, որ դու բարի եւ ողորմած Աստված ես, որ դու լցրել ես մեր կյանքը ուրախությամբ եւ ցնծությամբ։ Շնորհակալ ենք քեզ Տեր, որ դու ես հենց մեր Աստվածը, որ մենք պաշտում ենք ճշմարիտ եւ կատարյալ Աստծուն, որ մի օր հայտնվեցիր մեզ քո ողջ փառքով Տեր։ Հավիտյան
Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Մենք ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը Այ ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը Այ ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը Այ ժողովուրդն ենք, որի Աստվածն է Տերը Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ելիր Աստված, Ելիր Աստված Ելիր Աստված, Ելիր Աստված, Ելիր Աստված, Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ելիր Աստված, Ելիր Աստված, Ելիր Աստված, Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ելիր Աստված, թող փախչեն թշնամիները քո Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Եվ թող կորչեն այս երկրից ու տասնասները բոլոր Ամեն, այո Եվ քեզանով ենք մենք խաղաղություն գտնում Եվ քեզանով ենք մենք ուրախություն գտնում Դու մեր հոգին հանդարտություն ես բերում Շնորհակալ ենք քեզ Սուրբ
Սուրբ
Մեր ապավեն, մեր Հիսուս, մեր ամենակարող Աստված, մեր հզոր Աստված, կյանքի Աստված, հույսի Աստված, այո Տեր, դու ես մեր ապավենը ամեն ժամանակ Հայր, մենք ապավինում ենք քեզ Տեր եւ գիտենք, որ քեզ ապավինողները երբեք ամոթով չեն մնա։ Փառավոր Աստված, այսօր կանգնած քո գահի առջև Տեր, բոլորս միաբան մեծարում ենք քո հզոր անունը Հիսուս, քո փառավոր անունն ենք մեծարում Տեր եւ ասում ենք Տեր, որ չկա մեկը քեզ պես, դու փառավոր ես Տեր, դու հզոր ես, մեծ ես, իմ հզոր, իմ ամենակարող Աստված եւ լինես փառավորված ամեն ժամանակ Տեր իմ Աստված, Տեր իմ արքա եւ այսօր Տեր, գալիս ենք քո փառավոր գահի առջև Տեր, բերում ենք բոլոր կարիքները Տեր, քո հզոր ձեռքերի առջև Տեր իմ Աստված, մենք գիտենք Տեր, որ դու կյանք տվող Աստված ես, որ դու լույս տվող Աստված ես Հիսուս եւ խնդրում ենք Տեր, այնտեղ որ մթագնել է Հիսուս, այնտեղ որտեղ խավարն է եկել Տեր, դու գաս քո փառավոր լույսով Հիսուս եւ քո լույսը Տեր կփառավորի Տեր, կլուսավորի Տեր իմ Աստված ամեն հոգս, ամեն կարիք, ամեն խնդիր Տեր իմ Աստված։ Հիսուս, մենք կանչում ենք քեզ, Տեր ասում ենք, եթե միայն հպվես Տեր, եթե միայն հպվես Տեր, բոլոր կարիքները կստանա իր պատասխանը Տեր։ Տեր իմ Աստված, խնդրում եմ այնտեղ որ հույս չկա Տեր, հույսի Աստված գաս ու լուսավորես իմ Աստված։ Մենք կանչում ենք քեզ Հիսուս Դավթի որդի, նայի մեր խնդիրներին, նայի մեր հոգսերին եւ ողորմամ ես Տեր իմ Աստված, քո փառքի համար, քո մեծության համար Տեր, փառավորվես ամեն ժամանակ Տեր իմ Աստված, ամեն, ամեն, փառք Աստծո։ Ամեն, ամեն, փառք մեր հզոր ու ամենակարող Աստծուն, ամեն, կարող ենք տեղավորվել, Աստված օրհնի նաև մեր փառաբանության թիմին, ամեն, փառք Աստծո։ Գիտեք, խոսքս կուզեմ սկսել մի բանով ու սրա մասին էլի եմ ասել, մի հայտնություն ունեմ ու երբ գալիս եմ եկեղեցի, միշտ այդ հայտնությունը հաճախ հիշում եմ, գիտեք, ես միշտ պատկերացրել եմ, որ մեր շաբաթ օրվա ծառայությունները, կիրակնօրյա ծառայությունները բաժանված է միշտ երկու մասի։ Առաջին մասը մեր տալու ժամն է, իսկ երկրորդ ժամը մեր վերցնելու ժամն է։ Գիտեք, առաջի ժամը մենք տալիս ենք Տիրոջը մեր սրտի փառաբանությունը, գոհությունը, մենք երկրպագություն ենք տալիս Տիրոջը ու նաև տալիս ենք մեր նվիրատվությունը մեր Տիրոջը։ Ու հաջորդ մյուս ժամը Տիրոջից վերցնելու ժամն է։ Գիտեք, մենք Տիրոջից խոսք ենք վերցնում մեր հովի միջոցով։ Ու այդ խոսքը մեր կյանքում լինում է բժշկություն, ազատագրություն, ամեն։ Ու մի քարոզիչ մի անգամ ասել է ու շատ տպավորվել է այդ խոսքը իմ մեջ, ասում է, գիտեք, անհնար է, Տիրոջը սիրես, Տիրոջը ծառայես, Տիրոջը նվիրվես ու քո կյանքը նույնը մնա։ Եթե դու ամբողջ սրտով ծառայես Տիրոջը, եթե դու ողջ սրտով ծառայես նրան, հավատացեք, որ Տերը ձեր կյանքը լցնելու է հրաշքներով, ամեն, ամեն։ Ու գիտեք, այսօրվա խոսքս, որ վերնագրել եմ,
կարծում եմ շատերի ծանոթ կլինի այս խոսքը, մի հարմարվիր իրավիճակիդ։ Մեր հովիվը նույնպես ունի քարոզ, այս վերնագրով խորհուրդ եմ տալիս անպայման նայեք այս քարոզը, եթե նայել եք մեկ անգամ նորից թարմացրեք, որտեվ իրոք այնտեղ շատ հայտնություններ կգտնեք։ Իհարկե ոչ միայն այդ քարոզի մեջ, բայց այդ քարոզը իմ մեջ մի հատ լույս կա այդ քարոզը լսելիս։ Ու գիտեք, կուզեմ Աստվածաշնչից մի հերոսի նայենք, Առակի հերոսի, որ ես միշտ իր մասին լսելով միշտ բացասականն եմ նայել, բայց այս վերջերս ասում եմ, լավ, մի դրական կողմ չունի այս հերոսը, ու գիտեք, նայեցի այդ հերոսին, դա անառակ որդին էր։ Երբ որ գնաց իր հորից, մենք բոլորս էլ գիտենք այդ պատմությունը, որ իր հորից գնաց, վերցրեց, գնաց, վատնեց ամեն այնտեղ, որտեղ որ չպետքա վատներ, ու գիտեք, երբ որ կանգնեց արդեն խնդրի առջև, գիտեք, ինքը չհարմարվեց իր իրավիճակին, ինքը չհանդուրժեց այն, ինչի մեջ որ ինքը կար։ Ու կուզեմ նայենք Ղուկասի 15-17 խոսքը, ասում է, ապա խելքի եկավ եւ ասեց։ Ինչքան լավ է, չէ, որ խելքի են գալիս ու նայում են դեպի Տերը։ Ու 18 խոսքը ասում է, վեր կենամ, հորս մոտ գնամ ու նրան ասեմ, հայր, մեղանչեցի երկնքի ու քո առջև։ Գիտեք, մենք էլ գիտենք, որ Տերը ունի զավակներ, որ գալիս են, վերցնում են Տիրոջից ու գնում են։ Գիտեք, վաղ թե ուշ, կարող է մի տարի հետո, 2 տարի հետո նմանվում են այս որդուն, այս կյանքն են ունենում, բայց գիտեք, շատ քչերն են հետ գալիս, շատ քչերն են խելքի գալիս ու գալիս էլի իրենց հոր մոտ։ Մենք գիտենք, որ այս առակը հոգևոր իմաստ ունի, մենք հոգևոր իմաստով ենք նայում, ու ինչքան կարևոր է, չէ, որ այդ իրավիճակի մեջ մենք չհարմարվենք, մենք հասկանանք, որ կա մեկը, որ օգնում է, կա մեկը, որ միշտ բարձրացնում է քեզ, ու դա մեր Տերն է։ Ամեն։ Ու գիտեք, իմ կյանքում նորից մի բան է եղել, մոտ 1 տարի առաջ, ու ես այս խոսքը վերցրել էի, այս քարոզի վերնագիրը վերցրել էի, որ մի հարմարվիր իրավիճակիդ։ Մոտ 1 տարի առաջ, 1 տարի մի փոքր ավել, գիտեք, մեր կյանքում եղավ մեծ հարձակում, ֆինանսական մեծ հարձակում եղավ, փառք Աստծո, դրանից առաջ ամեն ինչ լավ էր, բայց միանգամից եղավ, գիտեք, ամուսնուս աշխատանքի տեղը խնդիրներ եղավ ու միանգամից խնդիրները եկավ, մեծ որ պայթունի նման գալիս է, ու գիտեք, այդ ժամանակ երազանքներս փշուր եղավ իմ առաջ, ու ինձ թվում էր երբեք էլ չի կատարվի դրանք, բայց գիտեք, ես առանձնացա ու ոչ թե խոսեցի Աստծո հետ, ես խոսեցի ինքս իմ անձի հետ, ասեցի մի րոպե, դու ծառայում ես Աստծուն, դու սիրում ես Աստծուն, արդյոք այդ Աստված քեզ չի կարա օգնի, ու հենց այդ պահին եկավ մեր հովի քարոզի վերնագիրը, մի քանի ժամանակ առաջ էր եղել, մի հարմարվիր իրավիճակիդ, ու ես ասեցի, ես չեմ հարմարվելու այս իրավիճակին, դուրս եկա ու սկսեցինք ամուսնուս հետ աղոթել, մոտ 1 ամիս մենք ծնկած ենք լուսացրել, մենք ծնկած ենք քնել, ամեն ժամանակ մենք ծնկած աղոթում ենք ու հավատում ենք, որ Տերը օգնելու է, անհնար է Տերը չօգնի։ Ու գիտեք, այդ ժամանակ վերցրեցի մի թերթիկ, գրեցի իմ երազանքները, նպատակները ավելի շատ, գրեցի, որ մենք ունենալու ենք մեր սեփական բնակարանը։ Հաջորդը գրեցի, որ մենք ունենալու ենք 4 զավակ։ Իհարկե ավելին էլ եմ ուզում։ 4 զավակ, հաջորդը գրեցի, որ մենք ունենալու ենք օրհնված ֆինանսներ ու գիտեք դրանից ամենաառաջինը ես գրել էի, որ ես իմ ընտանիքը Տիրոջ հետ հավիտենական կյանք ենք ունենալու։ Ու գիտեք այդ երազանքները պատկերացնելով ես փոքրն էի պատկերացնում ու սենց ասեցի մի րոպե, բայց Տերը կարող է իմ համար ավելին է պատրաստել, ես ավելին եմ ուզում։ Ու չանցած 1 տարի գերբնական մոտ մի քանի ամիս անցավ այդ դեպքից ու գերբնական օրհնություններ եկավ մեր կյանքում, որովհետև ես չէի վերցրել այն, ինչի մեջ որ ես հիմա կայի, որովհետև ես գիտեի, որ ես ամեն ժամանակ Տիրոջը հավատարիմ եմ եղել։ Ես իրոք ի սրտե սիրում եմ Տիրոջը ու այդ Աստված չի միանշանակ կօգնի ինձ։ Ու գիտեք, անցավ մոտ 1 տարի, մենք արդեն ունենք մեր հողը, որը որտեղ շուտով կկառուցվի մեր բնակարանը։ Մենք ունենք մեր օրհնված ֆինանսները, մենք ունենք կյանք Տիրոջ հետ ու հավատում եմ, որ մնացածի կողքը նույնպես ճիճկա է լինելու անպայման, կասկած չկա դրանում։ Ամեն, փառք Աստծուն։
Ու գիտեք, այդ ժամանակ ես մի հատ խոսք էի, կարգախոս էի իմ համար վերցրել ու այդ կարգախոսով առաջնորդվում էի ու մինչև հիմա ինչ իրավիճակի մեջ որ ես լինում եմ, այդ կարգախոսը միշտ ասում եմ, դու հանձնվողներից չես, դու պայքարողներից ես ու դու հաղթողներից ես։ Ամեն։ Ամեն, ում նայենք Սաղմոս 37:3-5 Տիրոջով ուրախացիր և նա քո սրտի ուզածը կտա քեզ, Տիրոջը հանձնիր քո ճանապարհները և վստահիր նրան, և նա ամեն ինչ կտնօրինի։ Ամեն։ Փառք Աստծո, փառք մեր ամենակարող Տիրոջը, որ նա գործում է մեր կյանքում։ Ամեն։
Հալելույա, փառավոր Աստված, օրհնյալ Հիսուս, խոնարհվում ենք քո առաջ, ասում ենք քեզ շնորհակալություն, գոհություն ու փառք քեզ։ Իրականում շնորհակալ ենք Տեր, որ քո անձը հայտնել ես քո ժողովրդին, քո եկեղեցում։ Շնորհակալ ենք, որ քո սուրբ հոգու ներկայությունն այս վայրում եւ մեր հոգիները խաղաղվում են քեզանով, ուրախանում են, ցնծում են, ջրվում են, լցվում են քո հոգով։ Շնորհակալ ենք Տեր։ Եվ հիմա խնդրում ենք, օծես քո ժողովուրդը ամեն ժամանակ զորանալու հավատքով, սիրով, սրբությունով, Տեր ջան, թող քո ժողովուրդը ողորմած լինի, Տեր, օգնիր մեզ, լինենք ողորմած եւ քո արդարությամբ, Տեր ջան, ամեն ժամանակ շնորհակալ ենք, օրհնիր քո ժողովրդի կյանքը, ճանապարհները, տունն ու տեղը ունեցվածքը, աճեցրու, Տեր, աճեցրու քո ժողովրդին օրհնություններով, որովհետեւ մենք հավատում ենք, որ դու քո ժողովրդին գնել ես օրենքի անեծքից, մեր փոխարեն անեծք լինելով, քանզի գրված է անիծյալ է փայտից կախվածը, եւ փոխարենը դու քո ժողովրդին գնեցիր անեծքից եւ միացրեցիր Աբրահամի օրհնությանը։ Եվ հավատում ենք, Տեր, փառավորում ենք քեզ, Հայր, որ դու իրականում նաեւ մեզ Հիսուս Քրիստոսում օրհնեցիր ամեն հոգեվոր օրհնություններով։ Հալելույա, մենք ընդունում ենք մեր բաժին օրհնությունները եւ ասում ենք քեզ գոհություն։ Օգնիր, զորացրու, նորոգիր քո ժողովրդի միտքը, բարձրացրու, Տեր, քո անունի ու քո փառքի համար։ Հալելույա, հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան։ Տիրոջ տան գանձերն եք դուք, իրոք ես վայելում եմ։ Կայացել եք, փառք Աստծուն, ու կայանում եք։ Թող Տերը զորացնի, Տիրոջ մեջ միշտ գոհություն ունի ավել չափ։ Ամեն։ Միշտ ավելը կա, միշտ աճը կա, միշտ բարձրանալը կա։ Ինչքան մարդ աճում, բարձրանում է, այնքան լինում է օրհնված։ Կողքից նաև վայելում են։ Այդպես է թե չէ։ Օրինակ ինչքան լավ է, չէ, որ մենք ունենանք երաշտական էլ ավելի շատ գործիքներ, էլ ավելի լավ նվագողներ, էլ ավելի լավ փառաբանողներ։ Ինչքան լավ է, համ վայելում ես, համ օրհնվում ես։ Ինչքան լավ է, որ օծված խոսք ունենանք։ Եվ խոսքի հետ նաև ունենանք զորություն, բժշկարար հրաշքներ անելու։ Ամեն։ Դա մեր հավատքից է։ Եթե մենք հասկանանք եւ ընդունենք, իրականում մեր կյանքում կգա այդ օրհնությունները։ Գիտես, պատահական չէ այստեղ։ Դուք այստեղ կանգնած եք, բայց ամբողջ երկինքը ձեզ հետևում է։ Ես այս գիշեր տեսա, թե ոնց ենք մենք եղբայրներով շփվում, քույրերով, եկեղեցում, ծառայություններ, ու ես տեսնում եմ հոգու մեջ տեսիլքով, որ այս ամեն ինչը Տիրոջ առաջ է եւ Տերը նայում է, եւ երկինքը տեսնում է այս ամեն ինչը։ Մեզ թվում է այս պատահական է, սենց գալ գնալ, սա ամբողջությամբ Տիրոջ ներկայության մեջ է։ Փառք մեր Հիսուսին։ Պատահական ոչ մի բան չկա։ Ուղղակի զորացեք Աստծով, լցվեք Աստծո հոգով, որպեսզի կարողանաք ձեր կյանքի կարճ օրերում ստանալ այն օրհնությունները, ինչ որ Աստված որոշել է ձեզ համար։ Իհարկե Աստված շատ բան է մեր համար որոշել, ուղղակի մենք պետք է տեսնենք եւ վերցնենք դա հավատքով։ Մարդիկ չեն կարողանում տեսնել, որովհետեւ չունեն հանդիպում Աստծո հետ։ Չեն ճանաչում Աստծուն։ Եվ խոսքը, որ ուզում եմ կիսվեմ այսօր ձեզ հետ, վերնագրել եմ այսպես. մոտենանք Տիրոջը։ Գիտես, եթե դու չմոտենաս Տիրոջը, Տերը երբեք չի մոտենա։ Երբեք չի մոտենա։ Տերը սպասում է, որ դու քայլ անես։ Կասես, ախար Հովիվ ջան, ես չեմ ճանաչում, ոնց քայլ անեմ։ Գիտես, ես մտածում եմ այս մասին, ասում եմ, բա ոնց եղավ իմ կյանքում, երբ որ Տերը հայտնվեց։ Ուղղակի անկախ ինձանից ապաշխարեցինք մենք, որոշեցինք գնանք եկեղեցի, ու մի սեր լցվեց մեր հոգու մեջ, ու մենք շատ սիրում ենք Աստծուն ու առանց հասկանալու։ Մենք պատրաստ ենք ամեն բան զոհաբերելու տալու եւ այդպես էլ անում ենք։ Մենք մեր շորերը, կոշիկները զոհաբերում ենք նրանց, ովքեր չունեին, բայց ոչ թե նրա համար, որ մեզ գովեին, ասեն, այս ինչ բաց ձեռ է, այս ինչ առատաձեռն է, այս ինչ աղատաղա է։ Կա չէ որ տժվժիկի պատմությունը, որ մի կտոր միս է տալի, ամբողջ քաղաքը իմանում է իր փառքի համար։ Ուղղակի Տիրոջը սիրելով, տեսնելով, որ մարդը չունի,
Մեր սառնարանը ինչ որ կար մենք բացում ենք, ամեն բան դնում ենք, մարդկանց հյուրասիրում ենք եւ չենք մտածում վաղը ինչ ենք անելու։ Ու գերբնական ձևով տեսնում ենք ոնց է օրհնվում եւ լցվում։ Ու օրհնյալ լինի Տերը մինչև այսօր։ Սա է հավատքը, որ մենք պետք է ապրենք։ Մեկը ասում է հավատքի սահմանում կա, ես 5 սահմանում տվել եմ հավատքի, բայց 6-ն էլ կա։ Հավատք նշանակում է կենթանի շփում Աստծո հետ։ Եթե դու կենթանի շփում չունես Աստծո հետ, ուրեմն դու հավատք չունես։ Դա շատ լավ սահմանում է հավատքի։ Որովհետև մարդիկ կարող են գան եկեղեցի, լինեն 30 տարվա հոգևոր կամ 40, բայց այդպես էլ Աստծուն չճանաչեն, Աստծուց չլսեն, Աստծուց չտեսնեն։ Հիսուսը, որ Աստծո որդին էր, ինքը ասում է, ես ոչ մի բան ինձանից չեմ անում, այլ ինչ որ տեսնում եմ Հայրը անելուց, այն եմ անում։ Ով է հիշում այդ տեղը։ Եթե Հիսուսը ինչ որ տեսնում է Հորը անելուց, ինքը անում է, նշանակում է մենք էլ պիտի տեսնենք Հորը անելուց եւ անենք։ Գիտես, Կատրին Կուրման անունով մի ծառայող կար տարիներ առաջ։ Կատրին Կուրմանը ինքը Սուրբ Հոգու լեցունությամբ մի քույր էր, որ ծառայում էր եւ իր ծառայությունների մեջ կատարվում էին շատ հրաշքներ եւ նշաններ։ Եվ ինքը եթե զգում էր Աստծուն վիրավորում էին, ինքը լացում էր։ Ասում էր մի վիրավորեք Տիրոջը, որովհետեւ Սուրբ Հոգին, գիտեք, ինքը եւ ամենահզորն է, եւ ամենանուրբն է։ Սուրբ Հոգին ինքը այնքան պարզ է, այնքան նուրբ է, որ իրան հեշտ է տրտմեցնել եւ վիրավորել։ Եվ Կատրին Կուրմանը հենց դրա համար էր լացում, ասում էր մի վիրավորեք։ Գիտեք, Սուրբ Հոգու ներկայության մեջ դու այնքան ազատ ես, ինչպես մի 3 տարեկան երեխան ոնց է լինում։ 3 տարեկան երեխան, որ քո կողքն է լինում, սենյակում ու դուք մենակ եք, դու շատ ազատ ես։ Գիտես, ոչ մի վատ բան չկա այդ երեխուց, ոչ մի վատ բան չես սպասում։ Չես սպասում նրա բացասական կարծիքը, որովհետև նա բացասական չի մտածում։ Չես մտածում նա մի բան կտեսնի, վաղը մյուսին կպատմի։ Այդպես պարզ սիրով լցված մեր Տերն է, մեր Սուրբ Հոգի Աստվածը, որ ամեն ժամանակ մեր հետ է։ Եվ դու ինչքան մոտենաս եւ ճանաչես, այդքան շատ քո կյանքում հրաշքներ, նշաններ, նվերներ, օրհնություններ կլինի։ Ուղղակի չհասկանալով չենք էլ մոտենում։ Գիտենք մի կրոնավոր ձև, որ պետքա գանք եկեղեցի, պետքա երգենք, ալելույա ասենք, աղոթենք, նստենք ինչ որ մեկը քարոզի, թողենք գնանք։ Ճիշտ է, դա շատ լավ է, բայց անձնական կապ ունենալ Աստծո հետ դա ավելի կարևոր է։ Շատերը Աստծուց հեռացել են ու չգիտեն, որ հեռացել են։ Որովհետև մի անպետք կա Սատանա անունով, որ շատերին խառնում է իրար կյանքը։ Ոնց է խառնում։ Մի հետաքրքիր օրինակ է, այտենց մտել մեջս, ցլամարտեր տեսել եք հեռուստացույցով շատերը։ Իսպանիայում է հիմնականում ցլամարտեր։ Այսինքն մի մարդ, որը ծաղրում է ցլին։ Վերցնում է մի կարմիր գույնի լաթի կտոր, շոր, եւ այդ լաթի կտորով ցլին խառնում է իրար, ներվայնացնում է, չգիտեմ այնտեղ եւ այլ եւ այլ։ Գիտես, այսօր այդ ցուլն էլ ընկնում է այդ կարմիր շորի հետևից։ Ցուլը չի հասկանում, որ այդ կարմիր շորը պահողն է խնդիրը, ոչ թե այդ շորը։ Ամեն մատադորա կոչվում այդ մարդը, որը այդ ցլամարտի մեջ է։ Հիմա սա փոխաբերական իմաստով եմ ուզում բերեմ, որ հասկանաք, երբեմն Սատանան մեր հետ ցլամարտ է խաղում։ Ինքը այդ մատադորն է, վերցնում է այդ կարմիր շորը, լաթի կտորը, հանում է մեր դեմ, մենք նայում ենք այդ շորին ու կռվում ենք շորի հետ։ Այնինչ պետք է կռվեինք մարդու հետ, այդ մատադորի հետ։ Ամեն, որպեսզի չընկնենք ծաղրանքի մեջ, չխապնվենք։ Սատանան նույն ձև այդպես մեր հետ խաղում է։ Վերցնում է մի մարդու կարմիր շոր, կամ 2 կամ 3, ինչ որ մարդկանց,
ու քո դեմ է հանում, ու դու մոռանում ես սատանային ու քո կռիվ այդ մարդու հետ է։ Ու դու ատում ես այդ մարդուն, կռվում ես, քննադատում ես։ Չհասկանալով, որ կա մեկը այդ մարդու հետևում, որ ինքն է դա անում։ Եթե դու այս հայտնությունը ստանաս եւ մարդկանց հետ չկռվես, հասկանալով, որ մարդիկ այդ շորի կտորն են, նրանց հետևում կա մեկ ուրիշը, որը օգտագործում է իրանց։ Դու շատ ազատ կլինես եւ դու կմոտենաս Տիրոջը։ Ամեն։ Որովհետեւ Տիրոջը հնարավոր չի մոտենալ կամ ճանաչել ատելությունով, չներումով, հպարտությունով, նախանձով եւ այլ բաներով, հնարավոր չէ, Տերը չի մոտենալու քեզ եւ դու չես մոտենալու Տիրոջը։ Մեղքերով, շնությունով եւ այլ բաներով հնարավոր չէ։ Իսկ այդ մատադորը, սատանա կոչվածը, նա այդ ամեն ինչը օգտագործում է հատուկ նրա համար, որ թույլ չտա, որ դու մոտենաս Տիրոջը։ Որովհետև նա գիտի, որ եթե մոտենաս Տիրոջը, այնքան լավ է լինելու քո կյանքը, այնքան օրհնված։ Ամեն։ Եվ մեր Ձիանա քույրիկը այսօր ծառայության ժամանակ ասեց, որ անառակ որդու մասին պատմեց, հիշում եք։ Եվ այսօր շատերը անառակ որդու պես հեռացել են հորից, Հայր Աստծուց։ Շատերը ոնց որ անառակ որդի լինեն։ Մի ժամանակ սիրում էին, մի ժամանակ Աստծո հետ էին, հետո չգիտես ինչով հրապուրվեցին, վերցրեցին իրանց օրհնությունները, գնացին, վատնեցին աշխարհում, աշխարհասիրության մեջ։ Բայց մի օր անեծքը չոքեց իր դեմը։ Ավելի ճիշտ ինքը չոքեց անեծքի առաջ։ Եվ սով եկավ, եւ նեղություններ եւ դժվարություններ։ Անառակ որդու առակն եմ ասում։ Եվ այս տղան հիշեց, որ հայր ունի։ Գիտեք, այդ ամեն ինչի մեջ իր ամեն ունեցվածքը կորցնելով ինքը սկսեց սովել։ Որոշեց աշխատել։ Գնաց ինչ-որ մեկի մոտ խոզեր պահելու։ Եվ այնքան սոված էր, որ այդ խոզերի կերակուրն էր ուտում, եւ խոզի տերը թույլ չտվեց։ Ասես դու այստեղ նրա համար չես, որ իմ խոզերի կերակուրը ուտես, նրա համար ես, որ նրանց պահես, արածեցնես։ Եվ այս անառակ որդին խելքը եկավ գլուխը, հիշեց, ասեց, ես հայր ունեմ։ Իմ հայրը լիքը վարձկաններ ունի, որ պահում է, կերակրում է։ Գնամ հորս մոտ, ողորմություն խնդրեմ, ասեմ, հայր, արժանի չեմ քո որդին կոչվելու, այլևս արժանի չեմ, որովհետև ես անհավատարիմ գտնվեցի։ Խնդրում եմ, վերցրու ինձ, քո մոտ ծառաներից մեկի պես, վարձկաններից մեկի պես, վարձով աշխատեմ։ Որոշում է եւ գնում է, ինչը այսօր շատ հոգևորներ, անգամ այնքան են բթացած մտքով, ես անգամ զարմանում եմ, որովհետև շատ մարդիկ գիտեմ, տեսնում եմ հեռացած հորից, քայքայվում են, իրանց տան մեջ մահանում են, ու իրանց խելքը գլուխը չի գալի, այս անառակ որդու պես, որ հիշեն հայր ունեն, գնանք, ողորմություն խնդրենք, ապաշխարենք, ասենք հայր, սխալվել եմ, այս մտքերս, այս որոշումներս սխալ էր, կամ հայր, այս ինչ մարդուց, այն ինչ մարդուց նեղացել եմ, եկեղեցուց հեռացել եմ, բայց հայրը ինչ անի, որ այդ մարդը, այն մյուս մարդը նույնպես մարմնավոր են, մեկը մյուսին փչացնում, ծակում եւ այլ։ Հայր Աստված ինչ անի, որ դու նեղանում ես մեկից եւ հեռանում ես եկեղեցուց։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, սիրելիներ ջան, հիշենք, որ ինչ տեղում էլ մենք ուզում լինենք, ինչ վիճակում հայտնվել ենք, հիշենք, որ մենք հայր ունենք եւ հետ վերադառնանք մեր Տիրոջը։ Վերնագիրը մոտենանք Աստծուն եւ նա կմոտենա մեզ։ Ամեն։ Մարդկա չել հասկանում դա ինչ է։ Քայքայվում է հիվանդությունների մեջ, աղքատության մեջ, խեղդվում է, պարտքերի ու չգիտեմ ինչերի մեջ, ու չի հասկանում, որ հայր ունի։ Եվ տեսնում ենք անառակ որդին, երբ որ վերադառնում է հոր մոտ, հայրը սպասում է որդուն։ Եվ հեռվից, երբ որ տեսնում է որդին մոտենում է իրան, հայրը մոտենում է որդուն, գրկում է որդուն, որդին խոստովանում է իր մեղքը, զղջում է։ Դրանից հետո հայրը
ասում է հրամայում է, որ բերեն պատմուճանը, մատանին դնեն մատը, որը արքայության խորհուրդն է նորից, կոշիկները ակցնում է, հետաքրքիր է կոշիկները, Աստվածաշնչում շատ է շեշտվում պատմուճան եւ կոշիկները, արդարության զրահը եւ ավետարանչի կոշիկները, փառք մեր Տիրոջը, հայրը ներում է եւ ընդունում է որդուն, այսինքն որդին ուզում էր որպես ծառա վարձկան լիներ հոր մոտ, բայց հայրը վերականգնում է որդիական իշխանությունն ու օրհնությունը։ Մատանին դա արքայության խորհուրդն է, որովհետև եթե հիշում եք հին ժամանակներում ամեն թագավորի մատանիները իրանց կնիքներ, օրենքներ եւ ինչ որ բաներ անելու համար մատանիով կնքում էին։ Ամեն։ Հիմա սա առակ է փոխաբերական իմաստով, որ մենք հասկանանք, այս անառակ որդին մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել։ Մի ժամանակ Աստծուն սիրում էր, Աստծու հետ էր, Աստված իր հետ էր, բայց մի ժամանակ եկավ, հոգնեց, հիասթափվեց, որոշեց ինքը իրանով իր գլուխը պահի, ապրի, վայելի կյանքը իր ձևով, բայց հետո հասկացավ, որ առանց կյանքի Տիրոջ հնարավոր չի կյանքը վայելել։ Այս աշխարհիկ ձևերով, աշխարհիկ խայծերը տեսնելով հնարավոր չի այդպես գնալ ապրել եւ լինել օրհնված։ Հիմա շատերը կան, ասո ժողովրդի մեջից շատերը կան այսպես, հիմա դրսերում են, քայքայվում են, ամեն ծանրության մեջ, ու չեն հասկանում, որ հետ վերադառնան Տիրոջը, հետ վերադառնան եկեղեցի, հետ վերադառնան Տիրոջ խոսքին, եկեղեցին Տիրոջ մարմինն է, ժողովուրդ ջան, եկեղեցին հասարակ տեղ չի, դա Տիրոջ մարմինն է, Տիրոջ հարսն է, Տերը գտնվում է երկնքում, եկեղեցին երկրի վրա, Տերը գլուխն է եկեղեցու, եկեղեցին մարմինն է Տիրոջ, դրա համար վերադառնալ եկեղեցի, դա նույնպես կարող ենք ասենք, որ վերադառնալ Տիրոջը, կասես հովիվ ջան, բայց հիմա ես եկեղեցում եմ, բայց այնպես չի, որ ես Տիրոջը ճանաչում եմ, կամ Տիրոջ հետ մոտ փոխհարաբերություններ ունեմ։ Հենց դրա մասին եմ ուզում խոսեմ, ինչու դու մոտ փոխհարաբերություն չունես Աստծո հետ։ Որովհետև միգուցե միտքդ չի նորոգվել Աստծո խոսքով։ Միտքը նորոգվել Աստծո խոսքով նշանակում է դու պետք է հասկանաս Աստծո բնավորության գծերը։ Ինչ է սիրում Աստված եւ ինչ չի սիրում Աստված։ Ինչ սիրում Աստված, այդպես պիտի ապրես։ Ինչ չի սիրում Աստված, դու դա չպիտի անես եւ դա չպիտի մտածես։ Եվ այդպես դու ճանապարհ կհարթես մոտենալ Աստծուն։ Ես հենց սկզբից այդ եմ ուզում պատմեի, որ մեր կյանքը սենց սկսվեց, որ մենք սկսեցինք ողորմությամբ, սիրով, հավատքով ու դե մենք չենք ճանաչում Աստծուն, բայց հետո զգացի, որ Աստված իրեն հայտնում է մեզ, տեսիլքներ է տալիս, խոսում է, անգամ շատերդ գիտեք, 3 անգամ, 3-ից 4 անգամ բարձր ձայնով ես լսել եմ Աստծո ձայնը, 1 անգամ ֆիզիկապես դրսից եմ լսել, 3 անգամ տեսիլքների մեջ, բայց բարձր ձայնով իմ հետ խոսել է, և շատ հետաքրքիր էր դա, ես սկզբից չէի հասկանում, հետո է խոսում, բայց հետո հասկացա, որ դա Տերն է խոսում։ Աստված սկսեց հայտնվել, որովհետև մենք մոտեցանք Տիրոջը, և գիտես ոնց մոտեցանք, բոլորին ներեցինք, բոլորին սիրեցինք, ոչ մի թշնամի չունեինք, ինչ մեղքերի մեջ, որ եղել ենք, հատ-հատ այդ մարդկանց հանդիպել ենք, ավետարանել ենք, խոսել ենք, խոստովանել ենք, ապաշխարել ենք, և դրանից հետո հայրը մոտեցավ մեզ։ Մենք հոր բնավորության, հոր սրտի ուզածի պես ենք ապրել առանց հասկանալու, բայց ես այսօր ձեզ բացատրում եմ այդ ճանապարհը, որ ոնց ուղես, որ մոտենաս հորը։ Մեզ չհասկանալով Սուրբ Հոգին այդ ճանապարհը հարթ է, անկախ մեզանից ենք սիրել և հավատացել։ Ամեն։ Փառք Տիրոջը, բայց ցավոք սրտի կյանքում նաև տեսանք մի բան, որ շատ մոտ կարող է լինենք Աստծուն, բայց երբեմն նորից սատանան իր հնարքներով այդ մատադորը
իր կարմիր լաթի կտորով մեզ կարող է ներվայնացնել, կրվածնել, հանել իրար դեմ, ու մենք անգամ չհասկանանք դա ոնց է լինում։ Քանի փոքր ես հոգևոր, ինքը փոքր խաղերով անում։ Քանի հոգևոր մեծանում ես, ինքը ավելի է մեծացնում, այդ շորի գույնը թունդացնում։ Քանի մեծ օրհնություններ կա քո առաջ, եթե Աստված որոշել է քեզ օրհնի, ինքը ինչ-որ բան տեսնում է հոգևոր աշխարհում, ու ինքը ամեն ինչ անում է, որ դու չհասնես դրան, որ քեզ կտրի դրանից, որ քեզ կտրի եկեղեցուց, ասուց։ Եվ երբեմն նրան հաջողվում է մեզ ներվայնացնել, կռվացնել, ատելությամբ լցնել, հակառակություններով, ամեն, կա նման բան։ Լինում է, չէ, թե սրբությամբ, սենց ուղիղ գծով գնում եք։ Եվ հայտնության երկրորդ գլուխ, երկրորդ խոսքից, տեսեք ինչ է ասում Տերը, գիտեմ քո գործերը, և քո աշխատությունը, և քո համբերությունը, այսինքն ինչ անում ես Տերը գիտի, և որ չարերին չես կարողանում համբերել, մատադորը չարերին հանում է քո դեմ, կարմիր լաթի կտորի պես, և փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում և չեն, մարդել կա իրան դրել է սուրբ հոգու ծառայության պարգևի տեղ, բայց տեսնում ես ընդհանրապես ինքը պարգև չի, այդ պարգևը չի, ինքն է իրան դրել դրա տեղը։ Ասում է, և փորձեցիր նրանց, որ առաքյալ են ձևանում, և չեն, և գտար, որ սուտ են, և նեղություններ կրեցիր, և համբերություններ ունես, համբերություն ունես, և իմ անունի համար աշխատեցիր, և չթուլացար, Աստված այս ամեն ինչը տեսնում է, ինչ որ դու անում ես, բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջի սերը թողել ես, այսինքն անում ես, բայց առաջի սերը թողել ես, գիտես առաջ ինչ եռանդով, ինչ ուրախությամբ, ինչ խաղաղությամբ, անձնուրաց ծառայում ենք Տիրոջը, Աստված ասում է, բայց հիմա ոնց որ հավեսդ փախել է, էլի նույն բանն ես անում, բայց հավատք չկա, հավես չկա, ուրախություն չկա, սերդ է սառել, նույն բանն ես անում, գիտեմ, տեսնում եմ, բայց սերդ է սառել, և առաջի սերը սառել է ում հանդեպ, հենց Տիրոջ հանդեպ, որովհետև ինչ-որ բան քո սրտով չի, քո ուզածով չի, հիասթափվել ես, դու ուրիշ էիր պատկերացնում կյանքը, հիմա ոնց որ ուրիշ է, փոքր ժամանակ նայում ենք մանկական կինոներ, լավ մուլտիկներ, որտեղ մարդիկ մեծանում են, թագուհի են դառնում կամ թագավորի տղա, անցան տարիներ մեծացանք, ոչ թագուհի դառանք, ոչ էլ թագավոր, փոքր ժամանակ երազանքները մեծ էին, չէ, հիմա տենց էր քո կյանքը, Քրիստոսի մեջ շատ բաներ պատկերացնում ես երկրի վրա, մեկ էլ մեծացար, զգացիր չէ, այդքան էլ քո երազանքն ու պատկերացումները չեն, ու ոնց որ հիասթափվում ու սառում ես։ Դրա համար Տերը ասում է, բայց առաջի սերդ թողել ես։ Արդ հիշիր, որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերը արա, ապա թե ոչ կգամ շուտով քեզ մոտ, եւ քո ճրագակալը կշարժեմ իր տեղից, եթե չապաշխարես։ Ամեն։ Տերը ասում է մտածիլը, հիշի, ինչ եղավ, ով կծեց, ով փչացրեց, ով թույնեց, ով ինչ արեց։ Մտքերիդ մեջ ինչ ընկավ, ինչ մտածեցիր, ինչ եղավ, որ դու ընկար, սիրուց ընկար։ Մեր Աստված սեր է, ժողովուրդ ջան։ Մենք կոչվում ենք սիրո որդիներ։ Ամեն։ Մենք սիրո որդիներ ենք, մեր Տերը սեր է։ Հիմա տեսնում ես սերը պակասել է։ Ամեն ինչ անում ես առանց սիրո, առանց հավատքի։ Իսկ ասում է, այն ինչ որ հավատքից չէ, այն մեղք է։ Իսկ հավատքն ու սերը իրար հետ են գործում։ Ամեն։ Եվ խոսքը այստեղ ասում է, մտածի, ապաշխարի վերականգնվի։ Եթե ոչ, կգամ քո մոտ, ճրագակալդ կշարժեմ։ Ռուսերենում ճրագակալը շարժելը թարգմանվում է ճրագակալդ կվերցնեմ։ Կվերցնեմ իր տեղից։ Կասես Հովիվ ջան, ի՞նչ է նշանակում ճրագակալը վերցնել տեղից։
Ճրակակալը վերցնել տեղից, Աստվածի նկատի ունեմ այն լույսը, որ քեզ լուսավորում է, կվերցնեմ քո միջից։ Աստվածային լույսը քո միջից կվերցնեմ։ Կհեռանամ քո կյանքից։ Իսկ եթե Տերը հեռացավ մեր կյանքից, խավարը կգա մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ասма շուտ ապաշխարի, թե չէ ճրակակալը կշարժեմ, կվերցնեմ։ Պատկերացրա նորից դառնաս անհավատ ու ընկնես դևերի ձեռքը։ Այս անգամ արդեն 7 անգամ ավելի վատը կլինի։ Ուրեմն Հովհաննես 8:12-ում այսպես է գրված. Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կգտնի, կընդունի։ Տերը ասում է ես եմ կյանքի լույսը, աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա, նա խավարում չի գնա, կյանքի լույսը կընդունի։ Հիմա պատկերացրեք, ասում է եթե չապաշխարես, կգամ եւ այդ կյանքի լույսը կվերցնեմ քո միջից։ Քանի դեռ լույս ունես, լույսով գնա։ Տիրոջով ենք մենք լուսավորվում։ Ես տեսել եմ մարդիկ, որ լուսավոր, սիրուն, ուրախ նստած են, ու այդ նույն մարդը միգուցե մի ամիս հետո տեսնում եմ լրիվ խավարի մարդ։ Լրիվ խավարից է, զարմանում եմ, ասում եմ, այս մարդը լույս էր, ամբողջությամբ լույս էր։ Ինչ կատարվեց, հետը խոսում ես, բարև եղբայր, բարև քույր, բարև, մռայլ, ոնց որ այդ նույն մարդը չլինի, լրիվ փոխված է։ Տերը լույսը ճրակակալը վերցրել է։ Ամեն։ Դրա համար սիրելիներ, մոտենանք Տիրոջը, ապաշխարենք եւ Տերը կմոտենա մեզ։ Թե չէ Աստված թույլ չտա, եթե Տերը ճրակակալը վերցրեց։ Այսինքն լույսը, որը լուսավորում է մեզ, Տերը վերցնի մեզանից։ Եվ խավարը միանգամից մեզ կբռնի։ Տեսել եք տես մարդիկ, որ հավատացյալ էին, Աստծով լուսավորված եւ այսօր այլ լույսը չունեն։ Տերը վերցրել է։ Եվ խավարի մեջ տառապում են։ Բայց ես հավատում եմ, եթե այդ մարդիկ զղջան եւ մոտենան Տիրոջը, Տերը կմոտենա իրենց, ինչպես մոտեցավ անառակ որդուն։ Եվ կընդունի որպես հայր, չի ընդունի որպես ծառա, կընդունի որպես որդի, Աստծո որդի։ Փառք մեր Տիրոջը։ Առաջի Տիմոթեոս 4 գլուխ 14-16 խոսքը։ Անհոգ մի լինի այն քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ մարգարեությունով, երեցության ձեռնադրությամբ։ Սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո հառաջադիմությունը ամենքին հայտնի լինի։ Տես անհոգ, սերը սառել է։ Տիմոթեոսին Պողոսն է գրում, անհոգ մի եղի։ Մեզանից շատերը կան, որ օծություն ունեն, պարգև ունեն, բայց անհոգ են։ Հոգ չեն տանում։ Պողոսը Տիմոթեոսին գրում է անհոգ մի եղի դրա մասին, այն ինչ որ ունես, այն ինչ որ ստացել ես։ Այլ ասում է դրան մտածիր եւ դրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենքին հայտնի լինի։ Մտածի հոգևոր բաների մասին, մտածի քո կոչումի, ծառայության մասին։ Ամեն, որ առաջադիմություն ունենաս, բարձրանաս, օրհնվես եւ բոլորը տեսնեն, հայտնի լինի։ Երբեմն մենք այնքան անհոգ ենք, հենց սա է, որ սերը սառել է եւ Աստծո պարգևի հանդեպ անհոգ ենք։ Չենք էլ մտածում այդ մասին, մտածում ենք որտեղ գործ ճարենք, որպեսզի մեր սիրած տունը առնենք, որպեսզի մեր սիրած կահույքը առնենք, մեր սիրած մեքենան առնենք, ընկել ենք այս աշխարհում, ուզում ենք հավիտենականություն վայելենք։ Ու չգիտենք, Տեր ասում, ախր ինչ գիտես, քո կյանքը մի շոքի է։ Մի քիչ ժամանակ երևում է, շոքի, այսինքն գոլորշի։ Հետո անհետանում ես։ Ախր ինչ ես ընկել ես ժամանակավոր կյանքի մեջ վարքեր ես փնտրում։ Դու ինձանով ապրի։ Քեզ պետք է ես դա կտամ, բայց Աստծո պարգևի վրա մտածի։ Դրանցում մնա, որ առաջադիմ ես, որ բարձրանաս։ Սրանք մտածիր, սրանցում կաց, որ քո առաջադիմությունը ամենքին հայտնի լինի։ Զգուշ կաց անձիդ եւ վարդապետությանը, եւ դրանցում հարատևի,
որովհետև այդպես անելով քո անձն էլ կապրեսնել քեզ լսողներին էլ։ Գիտես, մարդ կա խոսում է, բայց ինքը չի ապրում այդպես։ Անգիր գիտեն, քրիստոնյաներ գիտեն, որ անգիր գիտեն Աստծո խոսքը։ Բոլոր ուսմունքները շատ լավ սովորեցնում են։ Մեկը մյուսին անենց լավ սովորեցնում են, բայց հենց անձնական իր կյանքի մեջ մտնում ես, քիթդ մի քիչ մտցնում ես իրանց կյանքի մեջ, մատ նայում ես, տեսնում ես իրանք ընդհանրապես չեն ապրում այդ ձևով, ինչպես որ սովորեցնում են։ Ինչպես որ սովորեցնում է Աստծո խոսքը, չեն ապրում։ Դրա համար մարդ կարող է լինի հոգևոր ուսուցիչ, հոգևոր հովիվ, հոգևոր ավետարանիչ, բայց մտնես իր կյանքը, տեսնես ինքը սոված մեռնում է, կոպիտ ասած, կոպիտ բառ։ Տեսնես ինքը հիվանդությունով տառապում է։ Տեսնես ինքը շատ ծանր նեղ վիճակի մեջ է։ Ինչի համար, որովհետև ինքը սովորեցնում է, բայց ինքը այդպես չի ապրում։ Պողոսը այստեղ հենց այդ է գրում. զգուշ կաց անձիդ եւ վարդապետությանդ եւ դրանում հարատևի, որովհետև այդպես անելով քո անձն էլ կապրեսնես եւ քեզ լսողներին էլ։ Հասկանում եք ինչա կատարվում։ Միգուցե քեզ լսողները լսեն, հասկանան, այդպես մտածեն, այդպես ապրեն եւ լինեն օրհնված, քեզանից օրհնված։ Բայց քանի որ դու սովորեցնում ես, բայց չես ապրում այդպես, քո կյանքում չի լինում փոփոխություններ։ Չի լինում օրհնություն, չի լինում ոնց նոր կարդացի առաջադիմություն, որովհետև դու սովորեցնում ես, բայց չես ապրում։ Խոսք ասում է զգուշ կաց անձիդ եւ վարդապետությանդ։ Այդպես անելով եւ դու օրհնված կապրես եւ քեզ լսողները։ Իսկ եթե դու չես ապրում, այդպես անելով դու չես առաջադիմություն ունենա, բայց նրանք կունենան։ Դու չես փրկվի, բայց նրանք կփրկվեն։ Ամեն։ Այս ամեն ինչը այնտեղից է սկսվում, որ անհոգ մի լինի քեզանում եղած շնորհքի համար, որ քեզ տրվեցավ։ Սրանք մտածի, սրանցում կաց։ Աստծո խոսքը մտածի, քո կոչումը, քո անելիքը Աստծո համար ինչ պիտի անես, մտածի եւ դրա մեջ եղի։ Եվ այդպես դու կօրհնվես ու կբարձրանաս։ Եվ Աստված քեզ հետ կլինի, կմոտենա քեզ։ Ամեն։ Հակոբոս 4:6 Ուրեմն 6-րդ գլխի միջակետից հետո եմ կարդում, նրա համար ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Արդ հնազանդվեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, եւ նա կփախչի ձեզանից։ Մատադորը միշտ իր գործերը անելու է։ Մատադորը ասում է մեզ օրինակի պատճառով։ Նա միշտ իրանը անելու է, առաջարկելու է։ Նորից հիշեցնեմ, նա մոտենալու է քեզ որպես իր շատ մոտիկ ընկեր, որպես իրան շատ մոտիկ ընկերուհի։ Նա քեզ առաջարկելու է քո օգտին բաներ, մարմնիդ օգտին քո շահի համար։ Բայց եթե Աստծո խոսքը ասում է դա ճիշտ չի, դու հնազանդվի Աստծո խոսքին։ Այս խոսքը հենց այդ ասում է հակառակ կացեք սատանային, նրա առաջարկներին եւ հնազանդվեցեք Աստծուն, Աստծո խոսքին։ Սատանան այդ ժամանակը կփախչի ձեզանից, իսկ Աստված այդ ժամանակ կմոտենա ձեզ։ Մեր վերնագիրն է պատգամի մոտենանք Տիրոջը։ Ոնց մոտենանք։ Հակառակվենք սատանային։ Երբ որ ինքը ասում է հլը մի հատ պորտը տեղը դիր։ Աստված ասում է ների, պորտը տեղը, մեր հայկական խոսույթով եմ ասում, պետք չի պորտը տեղը դնել, ների։ Դա նշանակում է հնազանդվել Աստծուն, հակառակ կենալ սատանային։ Ամեն։ Սատանան ասում է հլը մի հատ դրան նայի։ Հլան հենց ասա, որ վաբշե ինքը իր արածից փոշմանի։ Տեր ասում է ների, խոնար եղի, ոչինչ։ Եթե դու հնազանդվես Աստծուն, Աստված կմոտենա։
Եթե դու ես աշխարհի ձևով սատանայի առաջարկած ձևերով վարվես, սատանան քո տանից չի հեռանա։ Նա ասում է, նա լավ էլ ինձ սիրում է, լավ էլ ինձ հնազանդվում է։ Խի գնամ։ Մնամ տունը քանդեմ։ Սա բանաձև է, որ հիշես։ Հնազանդվեք Աստծուն, հակառակ կացեք սատանային, եւ նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն, եւ նա կմոտենա ձեզ։ Սրբեցեք ձեր ձեռքերը։ Ինչ է նշանակում մոտնենալ Աստծուն։ Գիտես, երբեմն մենք Աստծո գործ ենք անում, Աստծուն ենք ծառայում, բայց այնքան հեռու ենք Աստծուց։ Աստծո հետ կապ չունենք։ Ուղղակի գիտենք, սա իմ ծառայությունն է, պիտի անեմ։ Բայց շատ կարևոր է Աստծուն մոտենալ, Աստծուց լսել, ինչ անեմ, ո՞նց անեմ։ Ամեն։ Դա նշանակում է մոտենալ Աստծուն։ Եվ նա կմոտենա ձեզ։ Եվ ինչ է նշանակում ոնց մոտենանք Տիրոջը։ Սրբեք ձեր ձեռքերը, ով մեղավորներ։ Այսինքն եթե գողացող ես, ել մի գողացի։ Սրբի ձեռքերը։ Եվ ձեր սրտերը մաքրեք, ով երկմիտներ։ Ձեր սիրտը մաքրեք երկմտությունից, անհավատությունից, կեղծավորությունից։ Ամեն։ Եվ Աստված կմոտենա ձեզ։ Ձևը այսպես է, ոնց մոտենանք Տիրոջը, կեղծավորությունը, չարախոսությունը, ատելությունը, նախանձը, դուրս ան քեզանից, մերժի այդ ամեն ինչը, և Աստված կմոտենա քեզ, ապաշխարի, ուրիշ ձև հնարավոր չի Աստծուն մոտենալ և Աստված մոտենա մեզ, ով ազում Աստված իրան մոտենա, խոսի իրա հետ, սիրելներ, այնքան պատմություններ կարող եմ պատմեմ իմ կյանքից, Աստված նախորոք զգուշացրել է, նախորոք տեսիլքով ցույց է տվել, նախորոք ինչ որ ինձ ուզեցել է տալ, օրհնել, նախորոք մենք իմացել ենք, հետո դա կատարվել է։ Ամեն շատ հարցեր կա, շատ հարցեր։ Դրա համար Աստծուն մոտենալը մեծ օրհնություն է։ Աշխատեք ամեն բան անեք, որ Աստծուն մոտենաք, որ Տերն էլ ձեզ մոտենա։ Ուրեմն Տիրոջը մոտենալու համար ձեռքերը սրբեք և սրտերը մաքուր պահեք։ Ձեռքերի խորհուրդը դա մեղքերն են և սրտերը։ Եթե այս երկու բանը հիշես, մարդը ասում է, մեկա մարդ չգիտի իմ սրտի մեջ ինչ կա։ Ինչ կուզեմ թույլ կտամ, թող բան իմ սրտի մեջ պտտվի։ Տերը լրիվ գիտի, Տերը չի մոտենա։ Դու ինչքան էլ փնտրես Տիրոջը, Տերը չի գա։ Մի հզոր Աստծո ծառաներից մեկը պատմում է, ասում է, այնքան է հոգներ ծառայությունից, մեծ ծառայություններ։ Ասում է, որոշեցի մի օր գնամ առանձնանամ մի քանի օր, ուղղակի հանգստանամ և Աստծո հետ լինեմ։ Ասում է, երբ որ սկսեցի այդ ծառայությունների մասին մի քիչ մոռանալ, առանձնանալ, աղոթել, ասում է, Տերը ասեց, ես այնքան շատ եմ սպասել այսօրվան։ Դու ծառայում ես ինձ, անում ես իմ գործը, այդ ամեն ինչը տեսնում եմ, գիտեմ, բայց դու իմ հետ կապ չունես, դու ինձնից չես լսում։ Ես այնքան եմ քեզ կարոտել, այնքան եմ սպասել այսօրվան, որ դու գաս իմ հետ առանձնանաս, խոսես, ես է քո հետ խոսեմ։ Ամեն։ Հայրը ինքը միշտ սիրով սպասում է իր որդիներին։ Երբ խելքը կգա գլուխը, հասկանա, որ հետ վերադառնա իր հոր մոտ։ Եվ հոր խաղաղությունը և սերը լցվում է այդ մարդու սիրտը։ Ամեն։ Սաղմոս 145 և 18 խոսքը, 18-19 խոսքը, Տերը մոտիկ է բոլոր դեպի իրեն կանչողներին, այն ամենին, որ կանչում են նրան ճշմարտությունով։ Ամեն։ Ասում է, Տերը մոտիկ է բոլոր իրեն կանչողներին, որոնք կանչում են իրեն ճշմարտությունով, կամ մաքուր սրտով։ Տերը մոտիկ է այդ մարդկանց։ Իրենց վախեցողների կամքը անում է նա, և նրանց աղաղակին լսում, և նրանց փրկում է։ Իրենից վախեցողների կամքը անում է նա, նրանց աղաղակին լսում, և նրանց փրկում է։ Ամեն։ Ուրեմն ում է մոտիկ Տերը,
այն բոլորին, այն բոլոր մարդկանց, որոնք իրեն կանչում են ճշմարտությունով, ուղիղ ու մաքուր սրտով, մոտա Տերը։ Մոտիկանում ես եւ նա մոտիկանում է քեզ։ Կարող ենք սա անենք, սիրելիներ ջան։ Ուրեմն Տիրոջը մոտիկանալու համար շատ կարևոր է հիշի։ Առաջի Հովհաննես, առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Եթե խոստովանենք մեր մեղքերը եւ զղջանք, ապա հավատարիմ է նա, որ կմաքրե մեզ ամեն մեղքերից եւ անօրենություններից։ Մարդ չկա, որ մեղք չգործի։ Քանի մենք ապրում ենք այս մարմնի մեջ, այս մարմնի մեջ գոյություն ունի երկու բնություն՝ հին մարդ եւ նոր մարդ։ Մեղքի մահվան օրենք կա եւ կյանքի եւ հոգու օրենք կա։ Դրա համար մարդը հնարավոր է նաեւ մեղք էլ գործի։ Բայց մեղքի մեջ չապրես, մեղքի մեջ չմնաս։ Խոստովանի մեղքերդ եւ զղջա։ Անառակ որդին, սկզբից որ խոսում է, հիշում եք, մոտեցավ զղջաց։ Ասեց ես էլ քո որդի կոչվելու իրավունք չունեմ։ Բայց հայրը ներեց եւ նրա որդի լինելու այդ կոչումը վերականգնեց։ Դրա համար մենք էլ, եթե մոտենանք զղջանք եւ արյունը կիրառենք մեր կյանքում, ամեն մեղքից հետո վերականգնվում է մեր կապը Աստծո հետ։ Մենք մոտենում ենք ասում։ Աստված արդեն մեզ կխոսի եւ մեզ կօրհնի։ Մենք կլսենք, այո, Աստված կխոսի, մենք կլսենք, մենք կխոսենք, Աստված կլսի։ Դա նշանակում է մոտեցեք ասում։ Ամեն, փառք Աստծո։ Եբրայեցիս 10:19 Եբրայեցիս 10-րդ գլուխ 19 խոսքը։ Արդ եղբայրք, որովհետև համարձակություն ունենք սրբարան մտնելու Հիսուսի արյունովը, որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենթանի ճանապարհ, վարագույրի միջոցով, այսինքն իր մարմնով եւ մի մեծ քահանա Աստծո տան վրա, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով։ Ուրեմն ոնց մոտենանք ասում, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ, ճիշտ սրտով, հավատքի լրությամբ, հավատքով։ Մեր սրտերը մաքրած չար խճմտանքից եւ մեր մարմինը լվացված սուրբ ջրով, Աստծո խոսքով։ Պինդ բռնեք հույսի դավանությունը անսայթակ, որ հավատարիմ է խոստացողը։ Հույսի դավանությունը ո՞րն էր։ Մենք դավանել ենք Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Ամեն։ Մենք հավատում ենք, որ Տիրոջ շնորհքով փրկված ենք։ Մենք մտնելու ենք երկինք, բայց այդ օրը դեռ չի եկել։ Սա կոչվում է հույս։ Խոսքը դրա մասին է, հույսի դավանությունը, որ արել ես, պինդ բռնի։ Անսայթակ, որ հավատարիմ է խոստացողը, որ հասնելու է այդ օրը ու դու մտնելու ես երկինք։ Հավատում ես այս խոսքերին։ Ուրեմն այդ միտքը պինդ բռնի քո մոտ։ Եվ Տիրոջ արյունը քեզ սրբում է ամեն մեղքերից։ Եվ զգուշանանք իրար հանդեպ դեպի սեր եւ բարի գործեր գրգռելով։ Տրամադրվենք իրար հանդեպ սեր եւ բարի գործեր անելով։ Թեև գիտես, եղբայրը մի քիչ բնավորությունը այն չի, քրոջ բնավորությունը մի քիչ այն չի, էսի մի քիչ սենցա, նա մի քիչ նենցա, ամեն մեկն էլ մի բան ունի, բացասական կողմ։ Որ խորանաս ունի, մեկի մոտ սենց, մյուսի մոտ նենց, այն մյուսի մոտ էլ մի ուրիշ ձև։ Բայց մենք պետք է զգուշանանք իրար հանդեպ դեպի սեր եւ բարի գործեր գրգռելով։ Եվ չթողնենք մեր իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց սովորություն է։ Մենք հիմա ժողովել ենք իրար հետ։ Ինչպես ոմանց սովորություն է։ Մարդիկ արդեն դա դառել է սովորություն։ Աստծո հետ լինի, չլինի, ասուն ճանաչի, չճանաչի, ինքը արդեն այստեղ նստած է։ Ներելա, չի ներել, ինքը սովորություն է, այստեղ է։ Բայց խոսքը գնում է նրա մասին, որ դու ճիշտ Աստծո խոսքով ապրես։ Եվ ասում է, եւ չթողնենք մենք իրար հետ ժողովելը, ինչպես ոմանց համար սովորություն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան տեսնում ենք, որ օրը մոտեցել է։ Ամեն, փառք մեր Աստծուն։ Օրհնյալ լինի մեր Աստվածը, փառք Աստծո։ Ես մտածում եմ, որ դուք հասկանում եք, ուղղակի պետք է այս ինչ որ հասկանում ենք, սիրելիներ, ապրենք։ Ձինուլը նոր որ խոսում էր, մեր Դիանա քուրը,
ասում եմ մի 10 անգամ են ծառայությունը նայելա, չհարմարվես իրավիճակի։ Գիտես, դա շատ ճիշտ է արել, որովհետև ես էլ ծառայություններ կա, մի 15 անգամ եմ նայում, որովհետև իր մեջ այնքան խիտ բաներ կա, մի անգամով չի նստում քո հոգու մեջ։ Շատ է պետք լսել ու մտածել, որ մտնի քո սիրտը, դառնա քո մի մասը այդ։ Եվ դու այդպես մտածես, եւ դու այդպես անես, եւ կտեսնես դրա օրհնությունը, կյանքի փոփոխությունները։ Ամեն։ Եսայա 59-րդ գլուխ, հեսա շուտով վերջացնում եմ, Եսայա 59 եւ առաջինից 4-րդ խոսքերը։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց։ Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր եւ ձեր Աստծո մեջտեղը։ Եվ ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզանից, որ չլսի։ Որովհետեւ ձեր ձեռքերը, էլի ձեռքերը, պղծություն են, պղծված են արյունով։ Ձեր մատերը անօրենությունով, ձեր շրթունքները սուտ են խոսում, ձեր լեզուն անիրավություն է արտաբերում։ Չկա արդարությամբ բողոքող, չկա ճշմարտությամբ դատվարող, նրանք հույս են դնում դարտակ բաների, խոսում են ունայնություն, հղի են թշվառությամբ կծնեն անօրենություն։ 9-րդ խոսքը. Սրա համար իրավունքը հեռացավ մեզանից եւ մեզ չի հասնում արդարությունը։ Սպասում ենք լույսի, ահա խավարը։ Տերը արդեն վերցրել է այդ մոմակալը, ճրակակալը։ Մեր ժամանակներում մոմակալը արդեն։ Սրա համար իրավունքը հեռացավ մեզանից եւ մեզ չի հասնում արդարությունը։ Սպասում ենք լույսի, ահա խավարը, պայծառության եւ ահա մառախուղում ենք մանգալի։ Ինչի համար։ Այ սրա համար, առաջինից 4-րդ խոսքերը, որ սուտ ենք խոսում, անիրավություն ենք արտաբերում, սխալ բաներ ենք անում, այ սրա համար։ Ընկել ենք խավարի մեջ ու դուրս չենք գալի։ Ու ասում ենք, բա ուր է Աստված։ Այսօր ես ձեզ սովորեցնում եմ ոնց մոտենանք Աստծուն։ Ամեն մեկդ յուրահատուկ, անհատական կարող եք մոտենալ Աստծուն։ Քո կողքի նստածը եթե մոտենա Աստծուն, դա քեզ օգուտ չի։ Ոչ է վնաս է։ Դու պետք է հասկանաս այս խոսքերը, կիրառես քո կյանքում, որպեսզի մոտենաս Աստծուն եւ Աստված քեզ։ Որ աղոթես, Աստված ասի, ահա ես։ Եվ Աստված պատասխանի, եւ Աստված օրհնի, որ մի կյանք ենք ապրում, այս արտահայտությունը նորից կրկնեմ, եւ այս կյանքը պետք չի սևագրել։ Սևագրել ինչը նկատի ունեմ, մի հատ փորձարկել, տեսնել լավ է, վատ է, նոր մաքրագրել։ Ժամանակ չկա, կյանքը տա անցնում։ Մինչև սևագրում ես, մի հատ 10 տարի թռավ։ Մինչև մաքրագրում ես, մի հատ 10 տարի թռավ։ Եկել նայում ես, դառել ես եկա արդեն սպիտակ մազերով մեծ մարդ։ Ավելի լավ է շուտ մաքրագրելով գնաս, հնազանդվելով։ Հավատա, սա սենց է, սա կյանքի օրենքն է։ Տերը մեզ ստեղծել այս օրենքը տվել է։ Եթե հասկանաս, մտածես, հնազանդվես, կյանքդ կվայելես երկնքի օրեր երկրի վրա։ Եթե իմիջայլոց ես, անտարբեր, անառակ որդու պես, ծանր օրեր, արդեն խոզի կերակուրը քեզ չեն տա։ Պատկերացնում եք մարդը սոված է, այդ խոզի կերակուր տեսել եք, լապ է այդ, կեղտոտ, դա էլ քեզ չեն տա, որտև խոզից օգուտ ունեն, քեզնից ինչ օգուտ ունեն։ Այս աշխարհը տենց է, դրա համար զղջա, ապաշխարի, խոստովանի մեղքերդ, մի արդարացի, որտև Աստծո խոսքը ասում է Առակաց 28:13-ում, ասում է իր հանցանքները ծածկողը չի հաջողվի։ Մեր բառերով ասած, իր հանցանքները արդարացնողը, այ ինքը եթե սեն չասեր, ես նենց չի անի, այ ինքը եթե սեն չաներ, ես այսպես չի անի, դա դու քեզ ես արդարացնում։ Մեղք ես գործել, ասա Տեր մեղք եմ գործել։ Դա քեզ ողորմություն կբերի։ Ոչ թե արդարացրու, ինքն է մեղավոր, ինքը արեց, ինքը եթե չաներ, ես նենց չի անի։ Հասկանում ես, Առակաց 28:13 իր հանցանքը ծածկողը կամ իրեն արդարացնողը չի հաջողվի, բայց
Խոստովանողը ու թողողը ողորմություն կգտնի։ Խոստովանի եւ հեռացի այդ մեղքից, ողորմություն կգտնես։ Եվ վերջի խոսք, փառաբանության խումբը կարող է գալ առաջ, Երեմիայի ողբերը։ Հետաքրքիր է քեզ թե ոչ։ Երեմիայի ողբերը, 3-րդ գլուխ, 39-ից 41 խոսքը։ Համեցեք առաջ։ Ինչու է տրտնջում ապրող մարդը, մարդը իր մեղքերի մեջ։ Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք եւ ետ դառնանք Տիրոջը։ Նորից ետ դառնանք Տիրոջը անառակ որդու պես։ Քննենք մի հատ մեր կյանքը Աստծո խոսքով եւ դառնանք Տիրոջը։ Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դեպի երկնքում լինող Աստվածը։ Ամեն։ Խոսքը ասում է ինչու ես տրտնջում, ով մեղավոր մարդ։ Ամբողջ Աստվածաշունչը խոսում է այդ մասին։ Կարդա, մտածի, սիրտդ ուղի, ձեռքերդ մաքրի, որ Աստված դառնա քեզ։ Ինչու ես տրտնջում, ինչու ես տխուր, բա դու չգիտես մեղքի վարձքը մահա։ Մեղքերի մեջ ապրում ես ու մտածում ես օրհնված լինես։ Ինչա գալիս ես եկեղեցի։ Դրա համար ոչ, գալը դա շատ լավ է, բայց գալը եւ հնազանդվելը Աստծո օրենքին դա ավելի լավ է։ Դրա համար ասում եմ մի տրտնջա, դու էդ ես ցանել, էդ պիտի հնձես։ Էդ ես այդպես է պիտի ապրես։ Դուրը չի գալի, տրտնջում ես, սիրտդ ուղի, ձեռքերդ մաքրի։ Ամեն։ Շարունակում եմ 24-25-ը եւ վերջ։ Իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին։ Սրա համար նրան եմ հուսալու։ Ժողովուրդ, մեր բաժինը Տերն է։ Ուրիշ բաժին, ես անձամբ ուրիշ բաժին չունեմ այս երկրի վրա։ Իմ բաժինը Տերն է։ Եվ ինչ էլ ինձ պետք է, Տերը տալիս է։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ավելը գլխացավանք է, պակասն էլ այդքան լավ բան չի։ Իմ չափով ինչքան որ ես պատկերացրել եմ, աղոթել եմ, խնդրել եմ, Տերը տվել է։ Դրա համար իմ բաժինը Տերն է, ասեց իմ հոգին, սրա համար նրան եմ հուսալու։ Բարի է Տերը իրեն հուսացողների համար, այն անձին, որ նրան է որոնում։ Որոնել Տիրոջը նշանակում է ճանաչել Տիրոջը, հասկանալ Տիրոջը, որոնի Տիրոջը եւ մոտեցի Տիրոջը։ Եվ Տերը կմոտենա քեզ։ Եթե դու անառակ որդին ես, ու զգում ես, նեղված, կոտրված, արհամարված, ուրեմն անառակ որդին ինքը որոշեց հետ դարավ Տիրոջը։ Եվ Տերը ողորմեց։ Դու էլ հետ դարի, խոստովանի, զղջա, Տիրոջ այրունը քեզ կմաքրի եւ Տերն է կմոտենա քեզ։ Ամեն, եկեք ոտքի կանգնենք, փառք մեր Հիսուսին, կարող ենք ծափարել մեր Տիրոջը, փառք Աստծո, օրհնյալ լինի Տերը։ Եկեք այս երգը վերցնենք, հետո կաղոթենք, այս երգի մեջ ուղղակի աղոթի Տիրոջը, խնդրի, զորացի, մոտեցի Տիրոջը, հալելույա, Տերը օրհնի ձեզ։ Հալելույա, փառավոր Աստված, ապրում ենք քո լույսով եւ մենք խնդրում ենք, որ քո ճրագակալը Տեր միշտ լինի մեր սրտի կենտրոնում, որ միշտ մենք լուսավորվենք քո լույսով, Տեր, որ մենք միշտ քեզ հետևենք եւ կյանքի լույսը ընդունենք, փառավոր Աստված։ Ես աղոթում եմ որպես քո որդի, որ սիրով ծառայում եմ քեզ, Տեր, եւ աղոթում եմ քո ժողովրդի, քո եկեղեցու համար։ Խնդրում եմ, հաստատես ամեն մեկին, Տեր, հաստատես ամեն մեկին հավատքի եւ սիրո մեջ, Տեր, որպեսզի մենք մոտենանք քեզ, Տեր, եթե ինչ-որ մեկը հեռացել է, եթե ինչ-որ մեկը չի լսում քո ձայնը, եթե ինչ-որ մեկը խավարի մեջ է անառակ որդու պես, մենք աղոթում ենք նրանց համար, Տեր, որպեսզի նրանց միտքը, իրանց խելքը, իրանց գլուխը գա եւ նրանք սկսեն հասկանալ, որ իրականում գնում են հավիտենական խավարը կործանման, հասկանան, որ հետ վերադառնան անառակ որդու պես իրանց երկնային հորը
Եվ ճանապարհը քո խոսքը մեզ ցույց է տալիս, թե ոնց պետք է հետ վերադառնալ։ Ճշմարիտ սրտով, մաքուր ձեռքերով, քո սուրբ այրունով սրբված ու մաքրված։ Մենք հիմա նորից խնդրում ենք, Փառավորը Հիսուս, որպես մեր քահանայապետի, ես աղոթում եմ, որ քո այրունը հենց հիմա սրսկես եկեղեցու ամեն անդամի շնչի, մարմնի եւ հոգու վրա, ողորմություն անես մեզ, Տեր, սրբես քո այրունով այսօր նորից, ամեն մեղքերից եւ անօրենություններից, ամեն չարիքից մաքրի ու սրբի ջերմակեցրում ես, Տեր, եւ վերականգնի, Տեր ջան, մեր ճանապարհը դեպի քեզ, ամեն մեկի, Տեր, ով որ հեռացել է, ով որ չի լսում, վերականգնի։ Ես աղոթում եմ, որ ամեն մեկի մեջ սուրբ սիրտ եւ ուղիղ հոգի նորոգես, Տեր, որովհետեւ մարդիկ տարբեր սրտերով լցված, տարբեր մեղքերով գալիս են դեպի քեզ եւ չեն հասկանում, որ պետքա դա հանեն սրտի միջից եւ խնդրում եմ սովորեցնես եւ մաքրես ամեն մեկի սիրտը, որպեսզի մոտենա քեզ եւ դու էլ կմոտենաս նրան, Տեր։ Մենք հավատում ենք, որ դու սիրող հայր ես, դու ամեն ժամանակ կանգնած փափագում ես, որ քեզ վերադառնան քո որդիները եւ դու սիրով նրանց գրկես եւ ընդունես։ Փառավոր Տեր, մենք վերադառնում ենք, մեր մեջ եթե կա մեկը, մենք վերադառնում ենք, Տեր ջան, դեպի քեզ։ Խնդրում ենք, Հայր, ընդունիր մեզ, հագցրում ես, Տեր, պատմուճանը երկնային, կոշիկները, Տեր ջան, հագցրում ես եւ մատանին դիր մեր մատը, Հիսուս Քրիստոսի անունով խոսիր մեզ, որ մենք լսենք եւ մենք խոսենք եւ դու լսես, Փառավոր Տեր։ Մենք ապաշխարում ենք այսօր սրբի, մաքրի եւ վերականգնույր քո ժողովուրդը վերադարձ դեպի քեզ, Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, հալելույա։ Օլեբրադա շաքետա քերոֆոլորոպրեդո։ Հալելույա, փառք, պատիվ ու գոհություն քեզ։ Շնորհակալ ենք, որ դու կաս։ Շնորհակալ ենք, որ մեզ հայտնել ես, որ մենք քեզ հավատանք եւ ճանաչենք, շնորհակալ ենք, Տեր։ Օ բրադա շաքեդա քերոֆոլորոպրեդո քրեդո։ Հալելույա, հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին։ Ընդունում ես դու ես խոսքը, հոգին, օծությունը, ուրեմն պահի սա թանկ բան է։ Հիշի Տիմոթեոսին Պողոսի ասածը, անհոգ մի եղի, այն կոչումի, այն շնորհքի համար, որ դու ունես։ Ամեն մեկը ունեք շնորհք այստեղ, որովհետև շնորհքով եք փրկված, հավատքի ձեռքով։ Պողոս ասում է, անհոգ մի եղեք, այն շնորհքը, որ դուք ունեք Աստծուց։ Այլ դրա մասին մտածի եւ դրանով ապրի, որովհետև այդպես անելով կփրկվես դու եւ կփրկվեն քեզ լսողները։ Ամեն։ Այսօր երեխաների միջազգային պաշտպանության օրն է։ Փառք համեցեք առաջ մենք ձեզ շնորհավորում ենք եւ օրհնում ենք սիրելի մեր փոքրիկներ։ Այսինքն եկեղեցին օրհնել է իրանց, որ գնան կենդանաբանական այգի եւ վայելեն, ման գան եւ հիմա հետ վերադառնան այստեղ։ Հալելույա։ Արտիրոջը։ Ինչ երջանիկ է դեմքերը երեխաների։ Հալելույա։ Ժորջան եկեք օրհնենք, ինչքան օրհնյալ է Տիրոջ ներկայությունը, փայլուն աչքեր, գեղեցիկ, ժպիտով, ուրախ։ Սիրելի երեխաներ, օրհնում ենք ձեզ, շնորհավորում ենք ձեր տոնը։ Այսօր ձեր միջազգային պաշտպանության տոնն է։ Այսինքն այսօր մենք պետք է ձեզ պաշտպանենք։ Բայց մենք որոշում ենք ամբողջ տարին պաշտպանենք ձեզ Քրիստոսով։ Տիրոջ արյունը ձեզ պաշտպանի, պահի ու մեծացնի, լինեք օրհնված մարդիկ, Աստծո օրհնված զավակներ։ Օրհնում ենք ձեզ։ Սիրելիներ ջան, ձեռքերը պարզեք օրհնենք։ Փառավոր Հայր, բերում ենք քո ձեռքերի մեջ մեր մանուկներին, Տեր, մեր երեխաներին, որոնք ապագան են, Տեր ջան, մեր կյանքի, մեր երկրի։ Խնդրում ենք, որ նրանց սրբես քո արյունով այսօր եւ քո պաշտպանությունով պաշտպանես։ Թող քո հրեշտակները Տեր նրանց կողքին լինեն ամեն ժամանակ, այս տարիքից մինչև խորը ծերություն։ Հիսուս Քրիստոսի անունով
քո սուրբ այրունը Տեր սրսկի ամեն մեկի վրա եւ նրանց ընտանիքի անդամների վրա եւ պահիր ու պաշտպանիր նրանց ամեն խավարից ու չար բաներից Հիսուս Քրիստոսի անունով ամեն օրհնված լինեք ամեն ասեք փառք ես Տեր շնորհակալ ենք որ դու մեզ այսօր օրհնել ես եւ այսպիսի օր ես մեզ պարգևել ամեն փառք Տիրոջը Տերը օրհնի ձեզ